Պարոն Շեյնյան, արդեն մի քանի օր վարչապետ կաթողիկոս հեռակա բանավեճի արդյունքում այսօր առավոտյան վարչապետն առաջարկեց համակարգող խորհուրդ ստեղծել Կտրիչ Ներսիսյանին իր պաշտոնից կարելի ասել հեռացնելու ուղղությամբ։ Կուզեի ձեր տեսակետը լսել, ինչ գործուն մեխանիզմներ կարող են լինել այս ուղղությամբ եւ միջև ուր կարող է տանել այս բանավեճը ձեր կարծիքով։ Բանավեճ է թե չէ, կարծում եմ բանավեճ չի, այդ հարցը լուծելու հարց է, որտեղ ինստիտուցիոնալ հարց է, ընդ որում մեր ժողովրդի կենսական շահերի հետ կապված, Հայաստանի կենսական շահերի եւ մեր հոգեվոր ոլորտը կարգավորող մշակույթի հիմքերում ընկած մի երևույթ է եւ դա ուշացած է, եթե ուզում եք իմանալ, բայց սովորաբար իշխանությունը որոշում է կայացնում որևէ երկրի ներքին եւ արտաքին բոլոր ուրեմն պայմաններ ուսումնասիրելուց հետո, համադրել, հակադրելուց հետո, հուսանք որ այդպես են արել, ուրեմն այս բային է հարմար։ Ես գիտեմ ինչի համար, Ռուսաստանի թուլացման հետ միասին մենք անդադ ոտ ենք կանգնելու։ Սա բանաձև է ինձ համար։ Հիմա դա նկատել ունես այդ չգիտեմ։ Ես կարող եմ ասել, որ ինձ դիտողները, լսողները ես 5-6 տարի որ պահանջում եմ Ուզուրպատորին հեռանա իշխանությունից, այդ իշխանությունից, որտեղ ինքը բռնազավթել է փաստորեն Գրիգոր Լուսավորչի գահը։ Գիտեք ինչ իմաստով, որտեղ նախ գիտենք, որ Վազգեն Սարգսյանը դերակատարություն է ունեցել, որ մելիցեքն ու կագբեիշնիկներ են եղել ընտրություններին, որ երբեք չի եղել։ Մեր եկեղեցին իր պատմական դերի մեջ շատ ժողովրդավարական է եւ նաեւ ընտրություններն են եղել ժողովրդավարական, օրինակ միշտ 1/3-ը աշխարհիկներ են եղել, որ եւ դրա համար է մնացել կարողացել։ Հիմա այս մարդը բարձր որ մաֆիայի, Ղարաբաղյան կլանի եւ Մոսկվայի այդ ձուլվածքն է ինքը եւ որևէ կերպով հոգեվորականի հայ հոգեվորականի կերպար չկա նրա մեջ։ Որովհետեւ չլինի որ ես ձայն բարբարո հանապատ եմ խոսում, ասեմ ձեզ, որպես կանոն Աստված ուրեմն կաթողիկոսները մեր որպես կանոն նաև աստվածաբանական աշխատանքների հեղինակներ են լինում, դրամաբանական տրակտատներ են գրում աստվածաբանության հետ, օրինակ Երջանկայիշատակ Վազգեն առաջինը, փիլիսոփայության թեկնածու է, դրամանության մեջ աշխատանք կատարած գրքեր են գրում, եւ այլն եւ այլն, եւ ես երջանիկ ձեզ ասեմ, Մաղաքի Օրմանյանը, որ մեր եկեղեցու հազարավոր տարիների ամենափայլուն դեմքերից մեկն է, որ ժողովուրդը դիմանա։ Ես ձեզ ասել եմ, հիմա էլ ասեմ ժողովրդին, այս գրասենյակներ Օրմանյանի անվան բան է, ուրեմն այս ակումբ է կոչվում, որը ունի 3 հատոր, 1001-1000-ից ավելի ստվարած ավել ազգային պատում, այսինքն Հայաստանի պատմություն, հոգևոր կյանքի ներված, նաև հայոց եկեղեցին 1912 թվականին, ասում եք կաթողիկոսները այս մակարդակ են, հիմա մեկը կարող եք ասել, սրաշուտ ինչ է, աղջիկների մասին է խոսքը, կանանց մասին է խոսքը, բիզնեսի մասին է խոսքը, սրանք գծել չգծելու մասին է եւ հարկերը չվճարելու մասին, նաև Մոսկվայի ցերտ կապերի եւ այդպես ուրիշ խոսակցություն լսել եք, նաև գումարած դրան սա մնացած բազմաթիվ հարցերի հետ միասին պատերազմից հետո կպավ եւ իշխանափոխության հարցով էր զբաղված, որը ըստ սահմանադրության, ըստ եկեղեցու կանոնադրության, ըստ մեր եկեղեցու պատմության եւ պետականության բանության անթույլատրելի։ Սա քաղաքականացված, այսպես ասեմ էլի, այն Լենինականի Վարդանիկի երկրորդ տարբերակն է, ավելի մի քիչ ուրիշ։ Ժեստիկուլացիան էլ եթե խոսել եք, հատուկ ձևեր ունի խոսելու եւ այլն։ Հիմա ես զբաղեցրել եմ Գրիգոր Լուսավորչի բազգաթոռը, որ իրավունքը չունի, չի դրվել։ Ուզուրպատոր դրա համար ես վաղուց եմ ասում, նոր չեմ ասում, Գարեգին ուզուրպատոր, այսինքն ուզուրպատոր յուրացնող սեփականաշնորհող, հիմա սեփականաշրջանում է դա բանի ինչ են ասում ժամանակաշրջանի առումով Հայաստանում ամենից սեփականաշնորհվում է, չէ՞, մանավանդ Ղարաբաղյան կլանի կողմից, Կողոպուտի եւ այլն, եւ այսպես կարող ենք շարունակել, հիմա սա ով է,
Ընդ որում, եթե լիներ մասնավոր անձ, եթե նույնիսկ այլ ինստիտուտ լիներ, այսքան ցավոտ չէր լինի, ինչու՞։ Որտեղ մեզ եկեղեցին խիստ անհրաժեշտ է, մեր եկեղեցին որպես մեր հոգևոր տան կազմակերպիչ, աստվածաբան, որպես մեկնիչ, որպես բարոյականության ցուցիչ, կարևոր է նաև բարոյական նորմատիվների չափորոշիչների սահմանող կիրառող։ Սրանցից ո՞րն է սրան վերաբերում, ոչ մեկը։ Մոսկվայի մարդն է, ինչպես ասում է ժողովուրդը, եւ տվել են ես, եւ Ինչ մեխանիզմներով է հնարավոր, եթե սահմանադրությանը հակասում անկասկած է, եւ ժողովրդին էլ սխալ մի ձևակերպում է դրվել դիտավորյալ շրջանառվող եկեղեցու եւ պետության հակադրություն չի կարող լինել եկեղեցու եւ պետության հակադրություն, այլ մեկը, որը ինքը բռնազավթել է եկեղեցական իշխանությունը եւ հակադրվել է պետությանը, նա ո՞նց կարող է, եկեղեցին չի կարող, ոչ էլ մեր պետությունը կարող է եկեղեցու դեմ լինել, սրանք սովետը չի, եւ այլն։ Ուրեմն ուզում եմ ասել, այս հարցը ժամանակին բոլոր դեպքերում հիմա պիտի լուծվի եւ տարբեր ձևեր կան։ Օրինակ, ժողովուրդը կարող է շրջափակել դեմոկրատական ընթացակարգով վեհարանի բոլոր մուտքերը եւ նրա մուտք արգելու վերջ, որովհետեւ կաթողիկոսը իրենց կաթողիկոսն է, իրենց, բայց բարձր չէ սա, դա կարող է լինել եւ չթողեն ու վերջ։ Երկրորդը իշխանությունը կարող է քրեական գործել հարուցել, թեկուզ մի բանով։ Դուք հիշեք, որ ինչքան Հայաստանը կողոպտիչ թալանչի ուներ, բոլորը հիվանդացան եւ Իզմիրյանով կուսության թուղթ հանեցին ու իրա հիմնարն է, այդ կուսության թուղթինքն էր տալիս, չէ, այն նույնիսկ այն Չուբարյաներ ինչեր, չգիտեմ ինչ եւ այլն։ Չարչի մարչի էլի, եւ Քոչարյան Ռոբերտն այնտեղ պարկել եւ այլն։ Դուք տեսել եք մի ժողովրդի ընթառաջ իմանաք, որ հասարակ մեկը, այսինքն իրենք որ ասում են հոտից ամենախեղճը օգնության կարիքավորը մեկը նրան ձեռը մեկին նա ձեռը մեկնել։ Դուք տեսել եք մենք այս 6 տարին 7 տարի ժողովուրդը արյան բաղնիքներով անցավ, մի ծպտուն հանել է, չի հանել, չէ, բայց Ղարաբաղյան կլանի շահերը պահել է ատի դո, ռուսերեն եմ ասում, որտեղ կոպիրկինի սրանք ծառաներն են։ Նաև մեզ համար անհայտ մնաց, որ ես բազմաթիվ անգամներ եմ բարձրաձայն, նորից եմ բարձրաձայնում, մեր պարտությունից հետո, ծանրագույն Արցախյան պատերազմի պարտությունից հետո, նա պատերազմը մեր դեմ կազմակերպած պետության ղեկավարի կողմից շքանշան է ստացել, դոլար է ստացել հետը, եւ նա գնացել է Ռուսաստանի դեսպանատանը Կոպերկինի ձեռքից ստացել է շքանշանը։ Սա պետությունն ու ժողովրդին ուրեմն պղծելու նրա արժանիքների վրա լավագույն վատթարագույն օրինակ է, ինչի համար, որտեղ չի կարող, ով ուզում է լինի Ամերիկա, լինի Ռուսաստանը, բոյինչ կան ուզում է լինի քաշը հետը եւ այլն, չի կարող հայոց հայրապետը գնալ դեսպանի ձեռից ստանալ շքանշան, իսկ ինքը գնացել է ստորանալով, նվաստանալով, նաեւ պարգևատրվելով եւ այլն։ Հիմա այս բոլորը ասում են, որ իրական է հարցը եւ պիտի լուծվի, ինչպես է լուծվելու, թե իշխանությունը գտել է վարչապետը հիմա հոյինք իրենով չի անում, ենթադրաբար քննել են, արել են դա։ Հիմա ինչ կարող է լինել, շատ բարձ բան է։ Այդ հոգաբարձուների խորհուրդը, ասենք դա այդպես, կքննի հարցը, մի կառաջադրի որպես անցման շրջանի պաշտոնակատար եւ հարցը կընտրություններ կազմակերպի կգնա եւ իրավապահ մարմիններն սրանց մի մասի վզին կտան եւ կշպրտեն գողքին, մյուսները կամավոր կգնան։ Կգնա ինքը ձեր կարծիքով, որտեղ իրենց հայտարարությունները մեկը մյուսին հաջորդող շատ ավելի կոշտ են եւ չգնալու մասին են։ Ինչեւ իրա գնա Պուտինը չինինք սողալով կգնա։ Իրենց տրամաբանությունն ասեն, բայց դա եթե ընդհանրապես ցանկացած իշխանություն, եթե որոշել է կլինի, եթե իշխանություն հետեւողական է, բայց երկրորդ մասը կա։ Եթե ժողովուրդը չուզի, չի գնա։ Ժողովուրդը չի ուզելու, որ գնա։ Ժողովուրդը կանգնի, ասի, չէ։ Դե հարցումները ցույց են տալի, որ ժողովուրդն էլ լինելով նաև հայ առաքելական եկեղեցու հետևորդ դեմ է, որ լինի վեհապարով խախտել է իսկ գուսակրոնց գիտես ժենես մուեն Աջափ Սանդալյան գա
Մուննաթ է գալիս, մեր տառապանքը գիտեք, ուրիշ բար չասեմ, դու այ բան, ոչ կրոնական, ոչ քաղաքացիական, տառապանքը որոշում են կուսակրոն երթումը տալու ժամանակ, գիտեք դա, ժողովուրդը դիմանա քահանայից վերև, մինչև վարդապետ, կուսակրոնության հարց չկա, ամուսնացեք, ծոր ունեցեք, սիրուհի պահեք, ուրիշ եպիսկոպոսի կնոջը գայթակղեք, ինչ ուզում եք արեք, այստեղ այդ հարցը չկա, չէ, քրեական օրենսգիրքը կա, բայց եթե վարդապետ են օծվում, նրանք դառնում են կուսակրոն, եւ դա կամավոր է, ով ուզում է նա է դառնում, իրենց է մուննատ գալիս, ոնց է իմ կատել է գնացել, եթե ուզում ես որ այդ տառաբանքի ուղիներով իբր անցնես, ուրեմն գնացել ես պարազիտան կյանքի, որովհետեւ չի կարող, մեր եկեղեցին դա արգելում է, հիմա եթե կփոխի, մի օր ժողով կլինի, հիմա այդ է կարգեմ ես, որ վարդապետից վերև բոլորը պարտավոր են լինելու կուսակրոն, միջնադարում պրակտիկա եղել, ով կուսակրոնության ուխտը խախտել է, շինականը հավաքել, վզին տվել, շպրտել է այդ բանից դուրս և քացուտակ է քցել, որպես դաստիարակվեն, եթե եղել են դեպք, ես որ զարմանալու բան չկա, մուննատն էլ ինձ են գալիս, չտառնա է, ենքան դարձող կա, և խոսքով, բայց մեզ շտապ ես հարցի լուծում է պետ, որտև տեսակ ինչ կա, հասարակությունը վերցնենք 3 ոլորտ ունի, մեծ հաշվով, նյութական ոլորտն է, որ նյութական աշխարհն է, մարդու գիտակցական աշխարհն է և մարդու հոգևոր ոլորտն է, հոգևոր ոլորտը Աստծո տունն է, որտեղ ուրեմն հոգևորականն է, եկեղեցին է և այլն, փոխանակս է, ամեն ինչ զբաղվում, բացի հոգևոր ոլորտից, դուք տեսել եք մի հատ հոգևորական, որ աստվածաբանությունից բանից մեկ բան խոսի, շատ ավետարանից 2 բառ ասել, հիմա ես ձեզ խնդրում եմ, եթե մեկին հանդիպեք, կասեք հայ եկեղեցի մոնոֆիզիտ է, թե չէ, ձեզ հետ կռիվ կանեն, կասեն այդ մոնոֆիզիտ չի, որտեղ ռուսները մոնոֆիզիտ չեն, միշտեր մեր եկեղեցին այն գլխից մոնոֆիզիտ էլ է, ես եղել եմ, եպիսկոպոսին հարցրել եմ, հետս կռվել է, ասել եմ կարող է բանես, ինչ էր, են Սերգեյ Պասսատի շրջանավարտես, այսինքն ռուսական, և այսպես, բայց ասեմ հաջորդ քայլը պիտի լինի, դա որ պիտի գնա մաքրվեն գոնե են իդիոտները, որոնք կան, ասենք մի քանի թեմեր, որ ժողովուրդը մոտենա եկեղեցու բնականաբար, չնայած ժողովրդի եկեղեցու հետ է, ինչի որ չկա, բայց պատկերացրեք պրոբլեմները, շատ շտապ պետք է կազմակերպել ակադեմիա, աստվածաբանական ակադեմիա, ասենք Աթենքի, Վիեննայի աստվածաբանական ակադեմիաների մագարտակին, որ սրանք չգնան կրթություն ստանան Սերգեյ Պասատում, դառնան չեկիստ հետ կամ մեր գլխի փորձանք դառնան, կամ գնան, չգիտեմ, կաթոլիկական, չգիտեմ ինչ կենտրոններում դավանանքը ուրիշ կերպ հասկանան, վերադառնան, մեզ ուրեմն դա պետք է, որտեղ կրթությունը պետք է վան, և բոլորները դա ասել ժողովրդին են, գիտեք ինչ կա, հոգևորական դառնում են կամավոր ցանկությամբ, ինչպես բժիշկ, իրավաբան և այլն։ Մեկ իրավաբաններն են մուննատ գալիս, որ քիչ են կաշառք վերցնում, ու ասում են ձեզ մուննատ գալիս չդառնա, հիմա եկամուտդ քիչ է, ես եմ մեղավոր, ինչի ես այնտեղ ֆակուլտետ կամ փող տվել, որ հիմա չես կարողանում հանես։ Այսպիսի բաներ կան։ Տեսեք, պարոն Շիրինյան, հիմա հարցի մի կողմն էլ կա, այն մարդիկ, ովքեր որ կողմ են, որ վեհափառը հեռանա եւ վաղուց են այդ մասին խոսում, նաեւ նշում են, որ բավականին ուշ է այս process-ը սկսվել, օրինակ ես հիշում եմ դեռ փոքր ժամանակվանից խոսում էին այն մասին, որ Զովք սուպերմարկետների ցանցը օրինակ պատկանում է կաթողիկոսին, որ կաթողիկոսը դուստր ունի, բժշկուհի է, նույնիսկ տեղը գիտեն որտեղ է աշխատում, եւ հիմա արդյոք վարչապետին չի խանգարի այն, որ ընտրություններից 1 տարի առաջ է այս process-ը սկսվում եւ ավելի շուտ պետք չէ։ Այս ծեւ ասենք էլի, գերմանական մի ասույթ կա, գինու բաժակը լցված է եւ պետք է ըմբել։ Հիմա էլ, հիմա եթե շուտ էլ անել, պետք է ասեն ինչի է շուտ արել։ Ուշ է, ինչի է ուշ արել։ Հիմա դրա համար ասեցի, որ իշխանությունն ինքն է որոշում իր գործողության ժամկետը եւ գործողությունը։ Ուրեմն հիմա է պետք, որտեղ ես ենթադրում եմ, որ դա ազգային անվտանգության խորհրդում քննել են, ենթադրում եմ, բոլոր համապատասխան ծառայությունները, ներքին, արտաքին,
հետախուզ արտաքին բոլոր հարցերը քննել են, գտել են, որ հիմա պիտի լինի, եթե չեն արել, սխալ են անում, ճիշտ չեն անում, էլի, բայց կարծում եմ այդպես են արել, ուրեմն տեղին ու ժամանակին է։ Հիմա ընտրություն չի եւ ընտրությունից հետո էլ պիտի ասեն, գիտեք, իշկա մի տարի էլ անցել ընտրությունից, բերեք մի քիչ հորանջեք, էս կոմենգոմ։ Հիմա դրանց հարցը պետք է լուծվի, էս կա, մնացած արդեն ավելորդ է։ Կլինի հասարակական աջակցություն, որտեղ սահմանադրությամբ եկեղեցին պետությունից անջատելը ծրագրերը քիչ են։ Եկեղեցին է հայկական իրականության մեջ, այո, իրավական պետության շրջանակներում եկեղեցին անջատ է պետությունից եւ այլն, բայց մեր սահմանադրության մեջ ընդգծվում է հայկական հայաստանյաց առաքելական հայաստանյաց, ոչ հայ, հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմական դերը, դա նշանակում է կա նաև սահմանադրությունից իրավունքից անդիր եւ վեր բարոյական, ավանդական եւ այլ հարցեր, այնպես որ եւ հետո մի բան չկա, ասում են ինչու ինքը կամ մեկը, ասեմ ձեզ, այդ սահմանադրության 3 ճյուղերի այն որ ասում են տարանջատումը սխալ են, բացարձակ տարանջատումը բերում է պետության գոլոշիացման, ըստ կարող են ամբողջովին տարանջատված լինեն, հարաբերական է դա, իհարկե այնքան ինչքան հնարավոր է պիտի մոտիկ լինեն, այդ մեկ եւ երկրորդը պետություն ունի կազմակերպման եւ կառավարման քաղաքական կենտրոն, որ տվյալ պետության առաջի դեմքն է, քաղաքական կենտրոն, որը ոչ սահմանադրության մեջ է գրվում, ոչ դասագրքում է գրվում եւ այլն, այդ քաղաքական կենտրոնի պատասխանատուն մեր երկրում վարչապետն է, բավով է կարգավորելու այդ հարցերը, իրենք իրենց, այն էլ մեր երկրում, եւ ես դա ասում, իհարկե ես այդ տեսակետը պաշտպանում եմ, բայց դա իմ միտքը չի, Հեգելի միտքն է, որ ինչպես կարելի է, ինչպես է հնարավոր պետությունը չունենա քաղաքական կենտրոն, դա պետություն չի, ինչ-որ մի բան է, ինչ-որ մի ժամանակ մեզ մոտ կատարվում էր, էլի, դրա համար նորմալ է ամեն ինչ, բայց շտաբ պետք է եւ եկեղեցին պետք է վերականգնվի, վերակառուցվի, ձեզ մի բան ասեմ, երևի դուք ենթադրում եմ գիտեք, որ տարիներ շարունակ ես հենց եկեղեցիներից կամ նրա միջավայրից եւ ամեն գիրակի գրեթե հաղորդումներ եմ տալիս, որպեսզի մեր ժողովուրդը ինչ էի որոշել, որ եկեղեցու այս վիճակի բարակայում, այս կաթողիկոսի ուզուրպատորի, հենց ուզուրպատորի յուրացրածի պաշտոնը Պարագայում ժողովուրդը հիշի, որ եկեղեցին իրենն է, հավատը իրենն է, դա ոչ մեկինը չի եւ ոչ մեկը չի կարող իրեն հեռացնել, երկրորդը մենք գիտենք, որ մեր երկրին փող է պետք, շատ փող, շատ փող։ Մենք գիտենք, որ մեր եկեղեցիների եւ այլնի Պարագայում զբոսաշրջությունը կարող է շատ փող աշխատել, նաեւ ցույց տալ փափուգուժն է դա, չէ՞ երկրի փափուգուժն է։ Հիմա գնացեք մանեք քանի եկեղեցի կգտնեք, որ իր միջավայրը պատշաճ է։ Անցած տարի կարծեմ հաղարծինում էր, երկուսին ասում չեք ամաչում ես եկեղեցիս, կողքերն էս վիճակով է, դա փող հավաքելու տեղ չի մենակ։ Հոգևորական է, երկրորդ ասել եմ, ինչ կա մարդ հոգևոր, ասել եմ նայ շորերդ գնա արտուկել տուր, լվացվի, մազերդ մի քիչ կարգի բեր։ Եվ վերջին հարցը, դուք տեսել եք, լսել եք, որ այս մարդը երբևէ այցելել է հայաստանյան որևէ բան, հոգևոր կենտրոն, այցելել է որևէ եկեղեցի, վանք, լսել եք, որ Գարեգին ուզուրպատորը գնացել, որտեղ մեջը փող չկա, ինքը գնում է այդտեղ գեղացիներ հետ ինչ անի, նա հարամարում է մեր ժողովրդին, այդ գնա Լոս Անջելես գլուխ խոնարի փողը հետ գավակի գբերի։ Հիմա Էմիրատներ, ասում եք վազուն Էմիրատներում ինչ կա։ Էմիրատներում քանի հայ կա։ Հասկանում եք ոնց, ինչ եմ ուզում ասել, սրանք հարցեր են եւ այդ հարցը պետք է լուծվի մեկ ընդմիշտ, ընդ մոդելը կա։ Մենք ոչ մի բան հնարելու կարիք չունենք հայերս։ Մոդելը ստեղծվել է եկեղեցի պետություն եկեղեցի փոխհարաբերության առումով 301 թվականին, երբ որ Հայաստանը առաջին աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, եւ ինչի համար հռչակեց։ Գիտեք, եղավ եպիսկոպոսական ժողով, որոնք ընտրեցին, նույնն էլ վարչապետն է անել ուզի, ուղի կամ անուղակի, որոնք ընտրեցին Գրիգոր Լուսավորիչի որպես եպիսկոպոս։ Դուք գիտեք այդ ժողովով է նախագահել։ Բանը դրտա թագավորը։ Ինչու է ինքը
ուրեմն նախագահել եւ սահմանել կարգ դարերի հազարամյակների անխախտ այդպիսի կարգ անկախ թե ով կգա ով կգնա որպեսզի հասկացվի որ պետականության մեջ Հայաստանը որպես պետություն առաջինը պետական իշխանությունն է առաջին դեմքով երկրորդը կարող է լինել բացառապես միայն երկրորդը կարող է լինել կաթողիկոսը դրա համար նաև բանը Մտրտատ թագավորը կողքին իր ունեցել է մի գահ որին նստել է բազմել է Գրիգոր Լուսավորիչը սա ոչ թե ձև է այլ հիերարխիան է որ կա թագավոր եւ չի կարող երկրի հոգեվորականը հակապետական լինել, այն է ռուսական, այն է թուրքական, հասկանում եք ոնց է, վերջացավ, իսկ ինքը ռուսական է, պարզ չի ձեզ, հիմա այդ հարցը պիտի լուծվի եւ այդ կարգերը մնացածը, եթե օրենսդրական բաներ կլինի, պիտի կարգավորել, բայց այդ օրենքը հստակ ասում է եւ սահմանվում է նրա արտոնյալ վիճակը, այնպես որ արտոնյալ իհարկե օրինակ օրենսդրական չի իսկ եթե նյութական հարցեր կան, այդ ինչ է, որ ասում են այս սուպերմարկետ, պետություն թողնի, ընդհանրապես իշխանություններին ասեմ հետևյալը, արագ օրենքներ ընդունեք եւ պետականացրեք ամեն ինչը որ իրենց է, օրինակ Քոչարյան Ռոբերտ, սեփականությունը գնգլեք իշորեսկա գողություն արել, բաց չի որ գողություն արել, Սերժ գողություն արել, ազգայնացրեք վերջացավ, մի օրենքով, մի բանով, վերջացավ, խոսքը բանդիտների մասին է Խոսքը նրանց մասին է, որոնք ազգային հարստության դեր են դարել, մնացածը իհարկե սեփականությունը սրբություն է, բայց եթե սեփականությունը սրբություն է, այստեղ պետական սեփականությունն էլ է սրբություն, որ իրենք կողոպտել են, այդ թվում նաև էս անձը։ Եվ սա Ղարաբաղյան կրկնի շահերի սպասարկողն է, բայց ինչ է։ Մի բան ասեմ, թող ժողովուրդն իմանա, վերջերս Վիեննայում քննարկում եղել Արցախի իրադարձությունների էթնիկ զտման եւ այլն կապակցությամբ, սա կարծեմ հայրենասիրական ճառ է ասել։ Գիտեք ինչ, արևմուտքի մեղադրել է ռուսների մասին ոչ մի խոսք։ Այսինքն սա ռուսական ազդեցիկ գործակալ է։ Վիեննայում ապրում են դոլարը վայելում, օպերա գնում իբր թե Բաքոներ, չէ, իբր թե Նեապոլում է սապուշը բան է գնել։ Ասում են տուն ունի, մենակ էդ էր մնացել էլի, որ ինքը բան չնայր, օպերային թատրոն, բայց ռուսների համար մեռնում են, այդ դեպքում դոլարը հետ տվեք, ռուսական ռուբլի գրբանը դրեք մանեկեք։ Գնում է այնտեղ Վիեննա եւ Ռուսաստանի մասին ոչ մի խոսք, ոնց, բա Լավրովի բլանով չի եղել, այս բոլորը, այս մեր տառապանքը ռուսները չեն սարքել, այսինքն ռուսներն խնդիր են դրել կպարգևատրենք հավանաբար, եթե կմնաս եւ եթե այնտեղ կգնաս ոչ միայն հայերն ընդհանրապես բոլորը գիտակցությունը կխեղաթյուրես։ Ինչքան շուտ այնքան լավ։ Ժողովուրդները էսպես է, շատ ցկեցին, վարչապետ Գարզան չպիտի։ Կարող է ժողովուրդը մի օր հավաքվի, փակի վերջացնի։ Դառան ազգային ամեն մեկը ազգային հարց դառավ։ Սրանք չի կարելի, որ գողին չի կարելի։ Բանին բային չի կարելի, կաթողիկոսին չի կարելի, մնում է այն խեղճ կինը Սերժի ժամանակ, որ 10 դրամի համար ձերբակալեցին, այդպես էլ չիմացանք ինչ եղել։ Այդ նույնն է մնում, չհասկաց չի կարելի, ուրիշ բան է։ Չի կարելի ազգային եւ պետական խնդիրները այսօրվա խնդիր վաղը թողել, սա է սկզբունքը, ոչ թե նա։ Շատ լավ, վերջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։